Կրիստինե Պեպելյանն իր ինստագրամյան հարթակում հաճախ է որդու հետ համատեղ հոլովակներով կիսվում, որոնցից ակնհայտ է, թե ինչպես է հոգեպես խելացի, լավ մարդ դաստիարակում որդուն։ Օրերս հրապարակած այս հոլովակը ևս վառ ապացույցներից մեկն է, որն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Չեն սիրում իրան։ Միշտ հիշի բալես, մենք ումից որ վախենանք, իրան չենք սիրի։ Եթե չար մարդ քեզի նեղացնի, ես պետք է չթողեմ։ Եթե մեկը քեզի ցավացնի, քեզ վիրավորի, կպաշտպանես ինձ։ Գիտես Արեգ, երբ որ մամաներ ուզում են երեխաներին պաշտպանեն, կամ հակառակը երեխաներն են ուզում իրենց մամաներին պաշտպանեն, Աստված քեզ ուժ է տալիս այդ ժամանակ, որ դու կարողանաս պաշտպանես մամային, հասկանաս, ու նույնն էլ մամայի հետ ալին։ Մամային է ուժ տալիս շատ ուժեղ ալին մաման այդ ժամանակ, որ պաշտպանի իր մալիկին։ Եթե չար մարդ քեզի նեղացնի, ես պետք է չթողեմ մտածի։ Ով կանի քո կարծիքով։ Չեմ կարծում, թե ինչ որ մեկը կուզի ինձ նեղացնի բանես։ Որտեւ ես քո կողքն եմ։ Ես տղաներ, Բոլորը ինձանից վախենում են։ պետք չի որ քեզանից վախենան բալես, պետք է որ քեզ հարգեն մարդիկ։ Լավ բան չի վախը։ Ես չեմ ուզում որ մարդիկ քեզանից վախենան։ Ես ուզում եմ որ մարդիկ քեզ սիրեն բալես, որ հարգեն քեզ, որ քո հետ հաշվի նստեն։ Ումից որ վախենում են չեն սիրում իրան։ Միշտ հիշի բալես, մենք ումից որ վախենանք, իրան չենք սիրում։ Միշտ սիրում ենք այն մարդկանց, ում որ հարգում ենք, ովքեր որ խելացի են, այն այդպես մարդկանց ենք սիրում ենք։ Ու ես ուզում եմ որ դու տենց մարդ լինես, որ մարդիկ քեզ սիրեն։ Իմ սերն է, տղեից, կյանքս ես դու։ Ես ձեզ եմ սիրում շատ։ Ում ես ասում։ Ով որ նայում են Instagram-ի մեջ։ Կյանքս ապրես։ Ինձ մարդիկ լավ կզգան իրանց այս խոսքերից։ Դենինակ բարի գիշեր բալես։ Նշենք, որ Կրիստինե Պեպելյանն ու որդին Արեգը հյուրընկալվել էին Հերմինե դիալոգ հաղորդմանը։ Կրիստինե Պեպելյանը խոսեց Ամերիկա տեղափոխվելու հարմարվելու մասին։ Ես չեմ մտածել հարմարվել չհարմարվելու մասին։ Հավանաբար այդ խնդիրը չեմ էլ դրել իմ առաջ։ Դրա համար երբևէ չեմ խորացել։ Ամերիկան ինձ համար նեղություն չէր։ Ես աշխատանքի բերումով, կյանքի բերումով շատ եմ գնացել եկել։ Չգիտեի, որ պետք է մնամ։ Շատ անսպասելի եւ արագ ստացվեց դա։ Հաջորդ թեման մայր եւ որդի հարաբերությունների կառուցման դժվարություններն ու հաջողություններն էին։ Նախորոք Արեգի դաստիարակության հարցում որևէ բան չեմ որոշել։ Ես դեռ շատ փոքր ժամանակվանից իրեն ասում էի. Արեգ ջան, պիտի պայմանավորվենք, տղաս, անում ես դու, անում եմ ես։ Ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Չես անում դու, չեմ անի ես։ Նա չի հասկացել, որ կարող է կամակոր լինել, չգիտի ձևը դրա։ Նա գիտի, որ լացով առաջ չի կարող տանել իր ասածը։ Ես իր հետ կապված ամեն բան վայելում եմ, որովհետև աշխատանքի բերումով շատ ժամանակ չեմ ունենում։ Խոսելով առօրյա ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկից Կրիստինե Պեպելյանն ասաց. Ես չգիտեմ հետո ինչ կանեմ։ Ես ոչինչ անել չեմ կարողանում բացի երգելուց եւ դասավանդելուց։ Անում եմ մի բան, որը սիրում եմ, որը ինձ դուրեկան է։ Ես բիզնես ուղեղ չունեմ եւ չեմ կարողանում բիզնես մտածել։ Ես չեմ ուզում ավելին ռիսկերի, տարատեսակ գործերի հաշվին։ Գնահատում եմ այն աշխատանքն այն տարիները, որ ես չարչարվել եմ անունիս համար։ Պատրաստ չեմ իմ անունը մի կողմ դնել եւ անել անհասկանալի ինչ-որ բաներ։ Խոսք եղավ նաեւ հայ արտիստներից, Պեպելյանի կարծիքը այսպիսինն է. Մեկ-մեկ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ հայրեր, որդիներ իրականության մեջ ենք։ Այս կռիվը, որ սկսում է, հասկանում եմ, մեծացել եմ։ Կան կատարողներ, որ ինձ շատ դուր են գալիս, կրեատիվ երեխաներ կան։ Կան նաև որոշները, որոնց կրկներքը նույնիսկ ի վիճակի չեմ լինելու լսել, անհնար է ուղղակի։ Նոր սերնդին եմ դիմում, մենք թոշակի չենք գնալու։ Կրիստինեն ցավով խոսեց նաև ներկայիս իրականության ոչ դահլիճային համերգներից եւ բլոգերներից։ Մարդիկ հիմա այնքան կարիք ունեն դահլիճների։ Մենք բոլորս տեղափոխվել ենք բանկետ հոլեր, ռեստորաններ, անպայման պիտի ուտենք երաժշտության ժամանակ։ Ոնց կլինի առանց ուտել նստենք։ Մենք լրիվ ուրիշ տեղ ենք հիմա եւ ինձ համար անհասկանալի է, ոնց կարելի է ինչ-որ մեկին սիրել, ասել այո, կարելի է գնալ այս մարդու համերգին ու տոմսերը պատվիրելուց ասել ինչ ենք ուտելու։ Ինչի համար է պարտադիր, որ ինչ-որ բան պիտի ուտենք։ Հիմա YouTube-ն ու մեդիաները մարդուն հնարավորություն են տալիս, որ մի օր արթնանան ճանաչված։
Երեխաների 80%-ը ցանկանում է լինել բլոգեր, չհասկանալով իմաստը այդ գործի եւ լրջությունը։ Չեն մոտենում դրան որպես աշխատանք։ Իրենց թվում է, որ բոլոր նրանք, ովքեր ունեն հեռախոս, պիտի մի բան նկարեն եւ դառնան բլոգեր։ Քրիստինե Պեպելյանն իր ինստագրամյան հարթակի սթորի բաժնում հրապարակել էր հոլովակ, որտեղ հայտնել էր, որ որդին՝ Արեգը, վնասվածք է ստացել։ Երգչուհին պատմել է ողջ եղելությունը։ Դիտեք հոլովակն առանց մեկնաբանության։ Ողջույն սիրելի հետևորդներ ջան, ուրեմն Արեգի ստորից հետո այնքան լավ արձագանքներ եմ տեսնում, այնքան սիրուն խոսքեր, մի անհավանական բաներ կատարվում իմ նամակների հետ, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ասեմ, որ մեզ համար շատ կարևոր է այդ լավ բարի վայբը ու այսօր Արեգի հետ ունեցել ենք հետաքրքիր օր, հեսա կամաց պատմեմ, թե ինչեր է եղել, որովհետև շատ ակտիվ օր է ստացվել։ Ձեզանից շատերը հարցնում են Արեգը ինչ սպորտով է զբաղվում, ուր է գնում, ինչ պարապմունքներ ունի, ասեմ, որ ինքը բավականին զբաղված է, գնում է ֆուտբոլի, շատ է սիրում ֆուտբոլը ու այսօր ֆուտբոլի խաղում էր, առաջին անգամ խաղալու են ուրիշ թիմի հետ։ Հիմա բոլորս ոգերված հուզված գնացել ենք, Արեգն էլ պիտի լիներ դարպասապահը։ Հիմա ստեղից սկսվում է պատմությունը։ Մի խոսքով լույսը բացվեց, ուրախ զվարթ, քիթը տար ու դուրս արի կադրից, քթիդ մասին է պատմությունը։ Հա, մի խոսքով ուրախ զվարթ հական կապան գնացինք Արեգիս խաղին։ Ամեն ինչ լավ էր միջև այն պահը, ես հպարտ մայ էի այդ ընթացքում, շատ հպարտ էլի, այդպես լծված, այդպես ոգևորությամբ բան։ Արեգը խաղում էր, ամեն ինչ նորմալ էր թվում ի սկզբանե։ Ասեմ, որ իրանց թիմը բավականին լավ էր խաղում։ Հաշիվն լավ գնում էր։ Միջև այն պահը, երբ մթագնեց երեխայիս աչքի առաջ, որտեղ պարզեց, որ ինչ-որ մեկը իր կոշիկով եւ ամբողջ ուժով հարվածեց երեխայիս դեմքին եւ հույս ունեմ, որ քիթը չի կոտրվել, բայց շատ վատ վիճակ էր։ Գնացինք բժշկի, օրը կիրակի է, դե այդքան էլ հեշտ չի բժիշկ գտնել այստեղ, թե ամեն ինչ նախորոք անես, շատ նախորոք։ Գնացինք բժշկի, մի հատ գրասենյակ էր, որտեղ որ տենց արագ բժշկական օգնություն են ցույց տալիս մարդկանց, մեր տանը շատ մոտիկ։ Մի հայկին էր աշխատող, ասացի, որ ինձ թվում է, որ Արեգի քիթը կոտրվել է, ուզում եմ, որ նկարվի, ասեց, օքեյ, ոչ մի խնդիր չկա, կնկարենք։ Վերջը գրանցումներն արեցինք, ինչ որ պետք էր արեցինք, նստեցինք, որ կանչեն։ Հա, վերջը Արեգին 2 ժամ հետ, 2 ժամ տևեց մինչև այնտեղ նստեցինք, սպասեցինք երկար բարակ բան, մարդիկ շատ էին բան։ 2 ժամ հետո կանչեցին մեզ ներս, ասացին, որ անպայման պետք է նկարվի էլի քիթը, դե ասի, հա, դրա համար ենք եկել, որ պետք է նկարվի, որտեղ հենց սկզբից ասել ենք, որ կոտրված երևույթ ունի, պետք է նկարվի քիթը, վերջը ասեց, հա, բայց ճիշտ ասած մեր նկարող բժիշկը չի եկել այսօր։ 2 ժամ հետո։ Չեմ հավատում ականջներիս։ 2 ժամ հետո պարզվեց, որ այդ մարդը, որ իրավունք ունի նկարելու իր երեխայի քիթը, չի եկել այսօր աշխատանքի ու չի կարա նկարի։ Ու մեզ առաջարկեցին, որ կարելի է գնալ մանկական հիվանդանոց, օրինակ։ Բերդ 2 ժամվա մեջ ես չէի ֆայմել, որ կարելի է գնալ մանկական հիվանդանոց, վերջը 2 ժամ սպասելուց հետո սպասում այդ առաջարկության, այսինքն դրա համար է եկել, որ ինչ որ մեկը ինձ առաջարկի գնալ մանկական հիվանդանոց։ Մի խոսքով տենց 2 ժամ սպասեցինք, որ մեզ խորհուրդ տան, որ պետք է գնալ հիվանդանոց, ուրախ զվարթ վեր կացանք եկանք տուն։